Նոյեմբերի 20-ից 30-ը լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 1990 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Մեր եթերը շարունակվում է տեսակապով, մեր հյուրն է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։ Բարև ձեզ, պարոն Նավասարդյան։ Բարև ձեզ։ Պարոն Նավասարդյան, դուք մեր պատվիրակության կազմում նոյեմբերի 21-ին գտնվում եք Ադրբեջանում, Բաքվում։ Առաջի հարցը հետևյալն է. որն է ձեր ամենավառ տպավորությունը այդ ուղևորությունից։ Ամենաշատը ինչն է ձեր աչքին ընկել։ Ես երևի գործնական մասին կանդրադառնամ։ Առաջին Երևանյան հանդիպումից հետո ինձ կարևոր էր հասկանալ, որքանով այն ուղերձները, որ մենք փոխանակել ենք մեր գործընկերների հետ, տեղ են հասնում եւ դառնում են գոնե քննարկման առարկա որոշումների կայացնողների մոտ եւ Բաքվի այցը ապացուցեց, որ այո, միանգամայն համարժեքորեն եւ ամբողջ բովանդակությամբ այն ինչ մենք քննարկել ենք, այնինչ առաջարկել են հայկական մասնակիցները, դա հասել է որոշում կայացնողների մակարդակին եւ հետաքրություն կա այդ հարցերին ուշադրություն դարձնել, լուծումներ տալ, որքան հնարավոր է, այնպես որ դա երևի իմ երկար փորձից ադրբեջանական հարաբերություններում մասնակցելու տարբեր մակարդակներով առաջին անգամ է, որ նման արագ եւ արդյունավետ հաղորդակցություն է ապահովված։ Ադրբեջանական մասնակիցները այս ֆորմատի ձևաչափի, միգուցե իշխանության ներկայացուցիչները, ինչ են ակնկալում մեզանից, ինչ մեսեջներ են փոխանցում, իրենց ակնկալիքները, ինչ են ուզում։ Մենակ երկար տարիներ, երբ որ այդ տղեկերով մենք հանդիպումներ էինք ունենում ադրբեջանցիների հետ, իրենք այն ժամանակ մի բան էին ասում. մեզ վերադարձրեք ինչ-որ տարածքներ, որպեսզի մենք կարողանանք գնանք դեպի խաղաղություն։ Հիմա տարածքների խնդիր չկա։ Հիմա ինչ են ակնկալում։ Ուզածները ինչ է։ Հիմնական ակնկալիքները գոնե խոսակցության մակարդակով դա նա է, որ ցանկանում են համոզվեն, որ հայաստանյան հասարակությունը պատրաստ է խաղաղության օրակարգին, զուգահեռաբար փոխանցում են, որ Ադրբեջանը լիովին պատրաստ է, որ Ադրբեջանը ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ եւ ցանկանում է զարգացնել հարաբերությունները խաղաղ եւ կառուցողական դաշտում։ Կա բնականաբար մեզ մոտ կասկածներ, որ այդպիսի մոտեցում կիսում են բոլորը, այդ թվում հասարակությունը եւ բնականաբար նաեւ ադրբեջանական կողմի մոտ կան այդպիսի կասկածներ, որ Հայաստանը պատրաստ է այն օրակարգին, որը պաշտոնական բանակցություններում հաստատվում է, ոչ միայն ղեկավարության մակարդակով, այլ նաեւ հասարակական լայն շրջանում։ Իդեպ ըստ Հիկմետ Հաջիևի, Ալիևի օգնականի, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար այլևս ավարտված է եւ չկա այսպիսի մեսեջ է փաստորեն փոխացել պարոն Հաջիևը։ Ձեր կարծիքով որքանով է Հաջիևը եւ ընդհանրապես Բաքվում, որքանով են անկեղծ այդ դիրքորոշման մեջ։ Ես կարծում եմ անկեղծության փորձ այդ անկեղծություն փորձարկելը որ պրակտիկ դաշտում կախված է նրանից, թե ինչպիսի արագությամբ կիրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք կան, եւ սահմանազատման հարցում եւ առաջին հերթին նույնիսկ հաղորդակցությունների ապաշրջապակման հարցում պարզ է, որ այստեղ մնալու են հակասություններ, բայց կարծում եմ երկուստեք կա տրամադրվածություն, որ կառուցողական դաշտում այդ հակասությունները հաղթահարվեն, բայց միևնույն ժամանակ ես համոզված եմ, որ նման տրամադրվածությունը կարող է ունենալ ժամանակային սահմանափակում, այսինքն եթե հարցերը ձգձգվում են, լուծումներ չեն ընդունվում, չեն գտնվում այս կամ այն կողմից, դա կարող է գործընթացի նկատմամբ առաջացնել հոգնածություն եւ վստահության պակաս եւ այլ օրակարգեր դառնան
գերիշխող եւ այդ օրակարգերից բնականաբար տարբեր տեսակի նոր պահանջներ եւ ճնշման եղանակներ կարող են կիրառվել։ Այնպես որ մենք հիմա գտնվում ենք մի փուլում, երբ պետք է ապացուցել, որ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը պատրաստ են գործել համապատասխան այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել առաջին հերթին Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ։ Իսկ ձեր շփման ընթացքում եւ Երևանում եւ Բաքվում ադրբեջանցի գործընկերների հետ, միգուցե նաեւ պաշտոնյաների հետ քննարկվել է այն հարցը, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը միշտ օգտագործվել է եւ շարունակում է օգտագործվել եւ շարունակման դեպքում օգտագործվել է այլ երկրների շահերը սպասարկելու տեսանկյունից։ Այս թեմայի շուրջ ընդհանրապես խոսույթ եղել է եւ եթե եղել է, ինչպիսին է դիրքորոշումը ադրբեջանական այս հարցում։ Խոսքը Ռուսաստանի մասին է առաջին հերթին։ Այո, այդ ընկալումը իհարկե կա ընկալումը նաև, որ տարբեր հզոր խաղացողների կողմից կարող են լինել միջամտություն այս գործընթացների մեջ եւ դա է պատճառը, ինչու է շեշտվում, որ բոլոր բանակցությունները եւ տարբեր մակարդակներով երկխոսությունը պետք է ընթանա երկկողմանի մակարդակով եւ առաջին հերթին Հայաստանը եւ Ադրբեջանը իդեմս իշխանությունների, իդեմս հասարակությունների պետք է լուծեն բոլոր հարցերը միասին, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ չեն գտնվում վակուումում, որ կան տարբեր խաղացողների շահեր եւ դա է նաեւ թելադրում, որ գործընթացի արագությունից շատ բան է կախված։ Հիմա կարծես թե այնպիսի իրավիճակ է, երբ կարողացել են եւ Երևանը եւ Բաքուն գնալ բավականին լուրջ պայմանավորվածությունների, բայց որևէ երաշխիք չկա, որ այդ նույն մթնոլորտը պահպանվելու է։ Եվ դա է պատճառը, ինչու ես պնդում եմ, որ հնարավորինս արագ պետք է հարցերը լուծել այնպես, որպեսզի այդ լուծումները դառնան անշրջելի։ Եվ այլևս ցանկացած դրսի միջամտություն գոնե այն ձևավորված հիմքերը չվնասի եւ չքանդի։ Այդ բռնումը կա եւ գոնե մեր հայկական հանգյակի մոտ եւ այդ նույնը կա մեր զրուցակիցների մոտ Ադրբեջանում։ Բնական է մենք հասկանում ենք, որ դա չի նշանակում, որ եւ անցյալի գնահատականը մեզ մոտ նույնն է, պարզ է, որ մենք երբեք չեն գալու կոնսենսուսի եւ հեռու պատմության հարցերի նկատմամբ եւ այն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի ունեցել 2020-ից մինչև 2023 թվական, դա չի նշանակում, որ այն ինչին կարողացել է հասել Ադրբեջանը եւ գոհ է դրանից պետք է նաեւ մեզ գոհացնի, սակայն ունենք մի իրողություն այսօր, որի հետ պետք է հաշվի նստել եւ այդ իրողության հիման վրա գտնել հնարավորինս այն կորուստների փոխհատուցման, ես նկատի ունեմ փոխհատուցում ասելով պարտադիր չէ, որ ինչ որ ուղերի տարածքների մասին պետք է խոսք գնալ, բայց ազգային պետական շահերի իրականացման տեսակետից պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որպեսզի Հայաստանը կարողանա կանգնել զարգացման ուղու վրա եւ այդ ուղին անշրջելի լինի եւ կախված չլինի ինչ որ այլ խաղացողների տրամադրվածությունից։ Պարոն Նավասարդյան, կա եւս մեկ հարց, որը ցավոք եւ դա լավ կյանքից չէ եւ մեր որոշումը չի, օրակարգ, որը հայ-ադրբեջանական օրակարգի մաս է, դա հայ-թուրքական օրակարգն է, որովհետև Թուրքիան շարունակում է պայմանավորել Հայաստանի հետ սահմանների բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հայ-ադրբեջանական հարաբերությունով եւ խաղաղության պայմանագրով։ Այս թեմայի շուրջ ինչ-որ քննարկումներ եղել են ադրբեջանցիների հետ։ Ադրբեջանցիները ընդհանրապես խոսում են այդ մասին եւ ասում են, որն է հիմնական պատճառը կամ պատճառները, որով իրենք ձգտում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը չբացվի։ Ինչ որ հիմնավորումներ ներկայացնում։ Այո, կան մի քանի հարցեր, որոնց լուծմանը դեռ Ադրբեջանում սպասում են, դա եւ այն պայմանավորվածություններն են հայ-ամերիկյան, որոնք կանաչ լույս կվառեն թրիպի պրակտիկ իրականացման համար, այսինքն դա կլինի կարևոր ուղերձ
Ադրբեջանին, որ մենք անշրջելի գործընթացում ենք գտնվում, կա մեր խորհրդանական ընտրությունների հարցը, քանի որ անգամ եթե լինի փոփոխություն մեր քաղաքական վերնախավում եւ այդ փոփոխությունը չի նշանակի, որ Հայաստանը հրաժարվում է իր պարտավորություններից, բայց ամեն դեպքում բանակցային գործընթացում իրար սովորելու եւ իրար հասկանալու խնդիրը առաջանալու է եւ դա է պատճառը, ինչու Ադրբեջանում չեն ցանկանում, որպեսզի Հայաստանում որևէ էական փոփոխություններ լինեն որոշումներ կայացնողների մակարդակով։ Եվ դրա հետ է փոխկապակցված նաև Ադրբեջանի վերաբերմունքը Թուրքիայի հետ սահմանի բացման նկատմամբ, թեև այստեղ ավելացել է մեկ խնդիր, որը ունի անմիջական քաղաքական հիմք, բայց այստեղ կա մրցակցային հանգամանք։ Դա նա է, թե որտեղ է Նախճիվանից հետո շարունակվելու հիմնական երկաթուղին։ Եվ այսօր այդ երկաթուղու շարունակման հարցը կախված է նաև արդյոք բաց է լինելու հայ-թուրքական սահմանը։ Այսինքն այստեղ նույնիսկ ոչ թե կախվածություն միայն կա, այլ կա փոխկապվածություն։ Եթե արագ է բացվում հայ-թուրքական սահմանը, ուրեմն շանսերը, որ երկաթուղին Նախճիվանից կմտնի Հայաստան եւ հետո նոր Գյումրիով Կարսով Թուրքիա։ Բայց դա մրցակցային տեսակետից այսօր այդքան էլ նպաստավոր չէ, կարծես թե թուրքական կողմի համար եւ այստեղ արդեն ոչ միայն Ադրբեջանի խնդիրը կա սահմանների հետ բացման հետ կապված, այլ նաեւ բուն Թուրքիայի եւ մենք երևի չպետք է որպես 100%-անոց ճշմարտություն ընդունենք, որ Թուրքիան ընդամենը սպասում է, որպեսզի հայ-ադրբեջանական ուղղությամբ հիմնական հարցերը լուծվեն։ Այստեղ կա բնականաբար նաև թուրքական կողմի շահագրգռվածությունը եւ մենք բարդ բալանսի առաջ ենք կանգնած, ինչպես կարելի անել, որպեսզի չսահմանափակվի ամբողջ գործընթացը Մեղրիի հատվածի շրջապատմամբ, այլ նաև հնարավորություն ստեղծի, որպեսզի ամբողջությամբ խաղաղության խաչմերուկ ծրագիրը իրականացվի կամ գոնե դրա իրականացման նկատմամբ լինեն կոնկրետ եւ հեռանկարային լուծումներ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ բավականին շատ հարցերի հետ է կապված այսօրվա գործընթացը, ասեմ նաեւ, որ խնդիր է բարձրացվում եւ ադրբեջանական, ընդհանրաբար նաեւ թուրքական կողմից, չեմ բացառում, որ նույն մտահոգությունները կարող են ունենալ, ասենք, մեր արևմտյան առաջին հերթին եվրոպական գործընկերները, որ եթե երկաթուղին մտնում է Նախճիվանից Հայաստան, ապա ինչպիսի դերակատարություն այդ ամեն ինչում կարող է ունենալ Ռուսաստանը, քանի որ ունի կոնցեսիոն պայմանագիր մեր երկաթուղիները շահգործելու հետ կապված, այսինքն դա նշանակում է, որ պարզաբանումներ են պետք եւ որոշակիություն է պետք, թե ինչպես է Հայաստանը աշխատում իր երկու հարևանների հետ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչպես է աշխատում այլ շահագրգռված կողմերի հետ, որոնք ցանկանում են իրենց բեռնափոխադրումները եւ ուղևորափոխադրումները իրականացնեն այլ այս ապաշրջապատվող ուղղություններով, ինչպես է դա աշխատելու, եթե Ռուսաստանի հետ մեր այդ կոնցեսիոն պայմանագիրը շարունակում է գործել, ինչպիսի նրբություններ կան, ինչպիսի պարտավորություններ կան Հայաստանի կողմից, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ, այստեղ բնականաբար Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսակետից կա եւս մեկ հարց, որը ներառում է անգամ Մեղրիի հատվածը, եւ դա մեր պարտավորություններն են Եվրասիական միության շրջանակներում կապված տրանզիտային փոխադրումների հետ։ Անկամ եթե այստեղ որևէ լրացուցիչ վճարներ չեն պահանջվում, թեև դա ըստ պայմանագրի այդքան էլ միանշանակ չէ,
ցանկացած ձևակերպումներ, ցանկացած ընթացակարգեր, որոնք կարող են ենթադրվեն ըստ տրանզիտային փոխադրումների պայմանավորվածությունների, որը մաս է կազմում մաքսային կանոնադրության Եվրասիական միության, սրանք այն հարցերն են, որոնց վերաբերյալ պետք է ուշադիր լինել, ճշգրտումներ միացնել, եթե պետք է բանակցել Ռուսաստանի հետ եւ այլ Եվրասիական միության պետությունների հետ, որպեսզի Հայաստանի համար արվեն բացառություններ, իսկ այդ բացառությունների օբյեկտիվ հիմքերը կայանում են նրանում, որ Հայաստանը միակ Եվրասիական միության պետություն է, որը չունի ընդհանուր սահման որևէ այլ պետության հետ, այսինքն մեր տարածք մտնող բեռները չի նշանակում, որ մտնում են ամբողջ Եվրասիական միության տարածք, հասկանալի է ինչի մասին է խոսքը, եւ այստեղ կրկնում եմ անհրաժեշտ են ճշգրտումներ, քանի որ երբ Հայաստանը ստորագրում էր այդ կանոնադրությունը, այն արդեն պատրաստ էր եւ արդեն գոյություն ուներ Եվրասիական միություն, որին միանում էր Հայաստանը, միանալով նաեւ բոլոր համաձայնեցված եւ ստորագրած փաստաթղթերին։ Դա առանձնահատկություն է մեր կարգավիճակի առումով Եվրասիական միությունում եւ դա շրջանցել ցավոք չի ստացվելու, այնպես որ մենք գտնվում ենք բավականին բարդ հանգույցում խնդիրների, որտեղ ներգրաված են եւ տարբեր շահեր եւ պատկերացումներ ունեն եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան, եւ Ռուսաստանը, որպես Եվրասիական միության առաջատար եւ ամենաազդեցիկ պետ։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ եթե ընտրությունները ավարտվեն փաստացի նոր կառավարության, նոր իշխանության ձևավորման Հայաստանում 26-ին, թրիպը որևէ տրանսֆորմացիաների, փոփոխությունների չի ենթարկվի։ Ինչու եք այդքան դրանում վստահ։ Չէ, ես ասում եմ, որ կարող է այդպես լինել։ Կարող է այդպես լինել, բայց անգամ եթե այդպես լինի, դա կնշանակի գործընթացների դանդաղեցում, քանի որ երբ փոխվում են դեմքերը բանակցային գործընթացում, պարզ է, որ իրար սովորելու եւ հասկանալու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ։ Այդ դեպքում հստակեցնեմ։ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք չեն էլ թաքցնում, որ եթե նրանք դառնան իշխանություն, նրանք վերադառնում են նոյեմբերի 9-ի տրամաբանության 9-րդ կետի մասին են խոսում եւ ասում են, որ 9-րդ կետն է, որ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին եւ դա այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը այդ փաստաթուղթը ստորագրում էր 20 թվականի նոյեմբերի 9-ին, նրանք ասում էին, որ դա կապիտուլյանտ է, կապիտուլյանտ փաստաթուղթ է ստորագրել։ Եթե նրանք գան իշխանության, իսկ մենք իրավունք չունենք դա հաշվի չառնենք այդ հավանականությունը, այդ դեպքում էլ է դանդաղելու, թե ուղղակի հրաժարվելու են թրիպից եւ վերադառնան նոյեմբերի 9-ի տրամաբանության։ Դե ես ճիշտ ասած այդ եթեին այդքան էլ չեմ հավատում։ Ես իմ կարծիքը հայտնել եմ, որ այն քաղաքական ուժերը, որոնք փորձելու են փոխել այն պայմանավորվածությունները, որոնք արդեն արկա են օգոստոսի 8-ից հետո, դրանք չունեն որևէ քաղաքական հեռանկար։ Ես խոսում եմ այն հնարավորության մասին, որ այդ ուժերը ի վերջո կհասկանան իմ նշված իրողությունը, փոխեն իրենց ծրագրային եւ ռազմավարական մոտեցումները եւ գնան ընտրությունների ավելի իրատեսական եւ ժողովրդի համար համոզիչ ծրագրերով։ Անգամ այդ պարագայում եւ եթե իրենք հասնեն հաջողության, ամեն դեպքում Ադրբեջանի կողմից կան մտահոգություններ, որ գործընթացները դանդաղելու են, իսկ Ադրբեջանի համար ակնհայտորեն այդ հաղորդակցությունների շահագործումը դառնում է, կարելի ասել, համար 1 տնտեսական եւ ռազմավարական ուղղություն, հեռանկար։ Ադրբեջանը ամեն կերպ երկար ժամանակ արդեն փորձում է դուրս գալ կախվածությունից նավթի ու գազի եկամուտներից, որը այդ երկիրը ստանում է։ Այնպես որ մտահոգությունները հենց դրա հետ են կապված եւ ես հուսով եմ, որ ամեն դեպքում մեր նախընտրական շրջանում բոլոր հիմնական գոնե քաղաքական ուժերը կգան կառուցողական դիրքերի եւ կհասկանան իրականությունը եւ կառուցեն իրենց քաղաքական ապագան նաեւ ելնելով իրատեսական եւ կառուցողական մոտեցումներից։ Առայժմ մենք դա չենք տեսնում
եւ ասեմ նաեւ իմ սուբյեկտիվ պատկերացումները, անգամ մեր այս բավականին փոքր նշանակություն ունեցող նախաձեռնության շրջանակներում մենք տեսնում ենք արձագանքներ, որոնք առայժմ չեն խոստանում նորմալ իրատեսական եւ կառուցողական մոտեցում եղած խնդիրների նկատմամբ, այդ թվում նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների նկատմամբ, դա տխրեցնում է, դա խոսում է մեր քաղաքական դաշտի դժվարության մասին եւ այնտեղ ներգրաված մարդկանց ունակության բացակայության մասին, ընդհանրապես նայել դեպի ապագա եւ ծառայել ազգային շահերին այնպես, որպեսզի դրանք իրատեսորեն հնարավոր լինի իրականացնել։ Դուք կարծում եք, որ այդ քննադատությունը, որը ուղղված է այս նախագծին ձեր մասնակցությամբ, իր հիմքում ընկած է ռեալ զգացողություններ, այսինքն մարդիկ իրոք չեն հասկանում այդ ամենի անայլընտրանք լինելը, թե շատ լավ հասկանում են, բայց թիրախավորում են հաշվի առնելով, որ դա չի համապատասխանում իրենց, այսպես ասեմ, հովանավորների շահերին։ Եթե խոսքը գնում է այդ շրջանակներում ներառված անձանց, որոնք որոշումներ են կայացվում եւ ակտիվ քաղաքական կյանքում են մասնակցում, ես կարծում եմ շատ լավ էլ հասկանում են ամեն ինչ եւ դիմում են սպեկուլյացիաների, որպեսզի իրականացնեն իրենց քաղաքական ծրագրերը, բայց ես համոզված եմ, որ եթե ինչ-որ շատ լուրջ փոփոխություններ չլինեն մեր տարածաշրջանում մոտակա ամիսների ընթացքում, եթե շարունակեն այդպես իրականացնել իրենց քաղաքական ծրագրերը, նրանք որևէ ապագա չունեն եւ ընդհանրապես իրենց գործընթացից լուրջ գործընթացներից դուրս են թողնում։ Բնականաբար կա մարդիկ, որոնք աջակցում են այդ քաղաքական ուժերին եւ հիմնականում էմոցիոնալ տրամադրությունների վրա է հիմնվում իրենց արձագանքը այն նախաձեռնությունների նկատմամբ, որի մասը նաեւ ես եմ, դա հասկանալի է, դա ըմբռնելի է, դա ներելի է, մենք բավականին բոլորս լուրջ տրավմա ենք ապրել վերջի տարիների ընթացքում եւ այդ մարդկանց պետք է հասկանալ, այդ մարդկանց պետք է գնալ երկխոսության եւ բանավեճի եւ կարծում եմ նաեւ այս նախաձեռնությունը դրա հնարավորությունը կընձեռի գոնե եւ Երևանյան հանդիպումից հետո եւ Բաքվի հանդիպումից հետո մեր հնգյակը ապացուցել է, որ մենք թափանցիկ ենք, մենք բաց ենք ցանկացած հարցեր քննարկելու համար եւ անգամ ունենք փոխանցելու բան մեր ադրբեջանցի գործընկերներից, որ իրենք էլ պատրաստ են գալ եւ երկխոսության մեջ մտնել, ինչպես նաեւ պատրաստ են ընդունել մեզ, որպեսզի մենք ավելի լայն հասարակական շրջանակների հետ Ադրբեջանում, որոնք ունեն իրենց կարծրատիպերը, կարողանանք երկու կողմից այդ կարծրատիպերը չեզոքացնել եւ ապահովել նաեւ հանրային աջակցությունը այն խաղաղ գործընթացին, որը ընթանում։ Պարոն Նավասարդյան, նաեւ մի փոքր խոսենք ուկրաինական կոնֆլիկտի մասին, ինչ խոսք այդ պատերազմը ունի ուղղակի եւ անուղղակի ազդեցություն ոչ միայն Հայաստանի եւ Հարավային Կովկասի, այլ ընդհանուր հետխորհրդային ամբողջ տարածքի վրա։ Այս առումով այն նոր բովանդակությունը, որը հաղորդել է Վաշինգտոնը այդ պատերազմին եւ բանակցություններին, 28 կետերը փոխանցվել են Մոսկվային եւ Կիևին եւ արդեն հայտնի է, որ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ երկու երկրների պատվիրակությունների համատեղ ջանքերով պատրաստվել են թարմացված շրջանակային փաստաթուղթ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Եվ դա եղել է Ժնևում կայացած արդյունավետ բանակցությունների ընթացքում։ Բայց արի ուտես, որ այդ համատեքստում եւ ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջև չտեսնեք, մի հավատացեք։ Այսինքն այստեղ կա բավականին լուրջ վատատեսություն հենց Թրամփի կողմից, որը այս գործընթացում երևի թե ամենալավատես մարդն է եղել միշտ։ Իրականում, ըստ ձեզ, այս փոփոխությունները, այս նոր փաստաթուղթը արդյոք խոսում է այն մասին, որ գոնե պատերազմի ավարտը հրադադարը մոտ է, թե պատերազմը դեռ երկար է շարունակվելու։
Ես այստեղ օրիգինալ չեմ լինի եւ երևի կհամաձայնեմ այն վերլուծաբանների հետ, որոնք համարում են, որ Ռուսաստանը այսօր պատրաստ չէ որևէ սցենարին, որը ենթադրում է խաղաղություն եւ պատերազմի ավարտ։ Քանի որ այս տարիների ընթացքում Ռուսաստանը որպես պետություն ձևավորվել է որպես մշտապես արևմուտքի հետ եւ տվյալ դեպքում իդեմս Ուկրաինայի մշտական եւ դաժան հակամարտության եւ առճակատման։ Բայց ոչ մի բան չբացառենք, հնարավոր է, որ որոշակի ճնշումների տակ Ուկրաինան կգնա շատ լուրջ փոխզիջումների եւ Ռուսաստանին դժվար կլինի անգամ այդ փոխզիջումների պարագայում շարունակել պատերազմը, թեև բոլոր պատրվակները օգտագործվելու են դրա համար եւ եթե մենք ընթերցենք այդ 28 կետերը, որքան էլ նրանք փոխված կլինեն, մենք տեսնում ենք, որ այնտեղ այդքան խոցելի պահեր կան, որ ցանկացած կողմ կարող է տարբեր պատրվակներ օգտագործել պատերազմը եւ հակամարտությունը վերականգնելու համար։ Պես որ շատ ռիսկային է այս ամբողջ գործընթացը եւ եթե անգամ Թրամփը կասկածներ ունի, որ դա իրականալի է, ուրեմն մենք էլ ավելի պատճառներ ունենք կասկածել դրա իրագործման նկատմամբ եւ ես հասկանում եմ ինչու դուք կապեցիք այս հարցը նաեւ մեր խնդիրների հետ, քանի որ եթե Ռուսաստանը որոշակի հանգրվանի է հասնում Ուկրաինայի հետ իր պատերազմում, հակամարտությունում, դա նշանակում է եւ համապատասխան ուղերձներ մեզ բերում են Ռուսաստանից բազմաթիվ էմիսարներ, որ իր ուշադրությունը շեղելու է դեպի մեր տարածաշրջան եւ ինչպիսի միջամտություն կարող է ունենալ, դա դժվար է կանխատեսել մեր այն քաղաքական ուժերը մասին մենք խոսում ենք, չգիտես ինչ հիմքերով փորձում են մեր հասարակությանը ներկայացնել, որ դա միայն օգտակար կլինի Հայաստանի համար ու Ռուսաստանը կկատարի վերջո իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, ես ոչ թե կասկածներ ունեմ, այլ համոզված եմ, որ այդպես չի լինելու։ Ռուսաստանը ապացուցել է եւ դա բնական է քաղաքական փորձից ելնելով, որ գործելու է իր շահերի համապատասխան եւ ես չեմ տեսնում որոնք են Ռուսաստանի շահերը, որպեսզի ինքը մեջ հանդիսանա Հայաստանի համար իր բազմաթիվ խնդիրներում։ Մենք համոզվել ենք, որ շատ ավելի հեշտ Ռուսաստանը լեզու է գտնում այլ երկրների հետ, որոնց նկատմամբ ավելի լուրջ շահերի տեսակետից ակնկալիքներ ունի։ Թուրքիայի եւ Ադրբեջանի տեսքով Նաեւ եւ ամեն դեպքում դա Հայաստանը չի, որ առաջնային գործընկերն է շահերի տեսակետից լինելու Ռուսաստանին, եթե ակտիվանալու է մեր տարածաշրջանում։ Եվ դա է նաեւ պատճառը, ինչու ես կարծում եմ, որ մենք պետք է մեր հարևանների հետ առաջին հերթին Ադրբեջանների հետ արագացնենք պայմանավորվածությունների իրականացման աշխատանքը, որպեսզի ձևավորվեն այնպիսի ընդհանուր շահեր, որոնց զոհաբերելը ձեռնտու չի լինելու կողմերին, անգամ եթե լինեն համապատասխան առաջարկներ Ռուսաստանի կողմից։ Եվ ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կան այնպիսի խաղացողի միջամտության պարագայում, ինչպիսին Ռուսաստանն է, գիտակցվում են նաև Ադրբեջանում։ Եվ մենք այդ հնարավորությունների պատուհանը մեզ հնարավորինս ապահովագրել նոր ռիսկերից կոնֆլիկտի վերականգնման տեսակետից, այդ բոլոր հնարավորությունները պետք է այսօր օգտագործել։ Պարոն Նավասարդյան, դուք նշեցիք, որ Ռուսաստանը
Ռուսաստանում ասում են, որ մենք կարող ենք մեր պարտավորությունները իրականացնել։ Իսկ այդպիսի պարտավորություններ դեռ մնացել են, ինչ պարտավորություններ Ռուսաստանը ունի, որի կարիքը այսօր ունի Հայաստանը, որպեսզի այն իրականանա։ Մենք լսում ենք նաև դեր վերջին հյուրից, որ Արցախի հարցը փակված չէ, այսինքն ակնարկում են, որ ինչ որ ձևով կարող են վերադառնալ այն պայմանավորվածություններին, որոնք կային 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Ես կարծում եմ, որ այդպիսի այդքան դյուրահավատ չեն կարող լինել։ Մենք հասկանում ենք, որ բոլոր հարցերը, որոնք կան այս տարածաշրջանում, մենք պետք է լուծենք մեր ուժերով, օգտագործելով մեր դիվանագիտական եւ այլ հմտությունները եւ մտածելով նաեւ անվտանգային երաշխիքները մեր ուժերով ամրապնդելու ուղղությամբ։ Կարծում եմ, կրկնում եմ, այս մոտակա ամիսները դրա համար տրամադրում են որոշակի հնարավորություններ եւ այստեղ մենք ունենք շատ ավելի հուսալի գործընկերներ դեմս ԱՄՆ-ի եւ Եվրամիության եւ պետք է աշխատենք այդ գործընկերների հետ, թեպետ այսօր նրանք բավականին տարբեր մարտավարություններ են իրականացնում, բայց շահերի համընկնումը այստեղ մեր դեպքում ակնհայտ է, մանավանդ եթե բանակցային գործընթացում լինենք արդյունավետ եւ շահերի մեր բաժինը կարողանանք հնարավորինս պնդել եւ իրականացնել։ Այսինքն, եթե մենք լսենք Մոսկվայից այդ եկող մեսեջները, որը դուք նշեցիք, մեր առաջին հետևությունը, որը մենք պետք է անենք, դա հետևյալն է. պայմանական ասած, Արցախի հարցը հնարավորինս շուտ վերջնականապես փակել, որպեսզի այլ խաղացողները, առաջին հերթին Մոսկվան, այլևս չկարողանան այդ հարցի վրա պարազիտանալ եւ օգտագործել այդ հարցը եւ մեր դեմ եւ ինչու ոչ Ադրբեջանի դեմ։ Ես չգիտեմ դուք ինչ իմաստ եք դնում Արցախի հարցը փակել ասելով։ Ես ասում եմ պայմանական հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Արցախի հարցը այսօր կարող է այս կամ այն արդիական դառնալ միայն նրանից հետո, եթե հաստատվեն նորմալ հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այդ դեպքում կարող են լինել տարբեր լուծումներ, որոնք փոխհմբռնման եղանակով եւ բանակցությունների եղանակով կարող են լուծվել, բայց դրա համար ժամանակ է պետք եւ այդ ժամանակը դեռ չի եկել։ Մենք փուլ առ փուլ պետք է մոտենանք տարածաշրջանը նորմալ հարաբերությունների հարևանների միջև տարածաշրջան ձևավորելու համար։ Եվ եւս մեկ հանգամանք, որի պարագայում մենք պետք է միամտություններից ձերբազատվենք, դա նա է, որ եթե լինի Հայաստանում իշխանություն, որը դուր է գալիս Մոսկվային, ապա մենք դրանից ինչ-որ լրացուցիչ շահեր կստանանք։ Վաղուց պետք է հասկանալ, որ անձիկ Ռուսաստանին բացարձակապես չեն հետաքրքրում։ Եվ հակառակը, եթե լինեն անձիկ, որոնց հետ Ռուսաստանը կարող է ինչ-որ ակնկալիքներ կապել, այդ ակնկալիքների իրականացումը կլինի միայն Ռուսաստանի շահերից ելնելով, այլ ոչ թե Հայաստան։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Նավասարդյան։ Նմանապես հաջողություն։ Մեր հյուրներ, որը մեզ միացրել էր տեսակապով, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը, այսպիսին էին այսօրվա մանրամասները, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։